Լավը, առաջին եւ երկրորդ դեպքում արժե զրկեցինք դեռասի հույզերը, դե ինչ զգում, որ դու կարևոր չի քո զգացածը։ Իսկ երրորդ դեպքում մենք կարևորեցինք ու տարածք տվեցինք դրան լսելու, արտահայտվելու, ու սա շատ կարևոր է, ապահով միջավայր ստեղծել նրա համար։ Նաեւ կարելի է ճշտել ինչ տղա է, ով է, այսինքն վտանգավոր մարդ չլինի ամեն դեպքում, բայց ոչ թե փորձել վերահսկել, այլ հարգելով նրա ընտրությունը։ Ինչպես ենք սատարում երեխային, երբ կա բաժանում։ Տխրելը նորմալ է իրական, որովհետեւ դու կորցրել ես քեզ համար կարևոր բան, այսինքն դու այդ մարդուն սիրում ես, դրական էմոցիաներ ես ապրում եւ դա կորցնելով կարա քեզ ցավա, բայց դա անցողիկ է։ Հերման Հեսեն լավ միտք ունի, ասում է, ես կյանքում երկու անգամ եմ սիրարվել եւ երկու անգամ էլի ստացել է ողջ կյանքի համար այդ սերը, առանց այդ սիրո ես կմեռնեմ։ Ասում է, երկու այդ սերն էլ անցնել եմ, ոնց տեսնում եք, ես կամ ու գրում եմ ձեզ համար։ Այնպես որ նորմալ է տխրելը, ցավ ապրելը, բայց դա հավերժ չի հաստատ անցնել։ Այո, դա նույնիսկ բնության մեջ է այդպես ու դա նորմալ է իրականում կոնֆլիկտ ունենալ, բայց կարելի է սովորեցնել խոսելով, անցնել այդ ամեն ինչի միջով, որ բռունցքներին ազատություն չտանք։ Դրանով մենք տարբերվում ենք կենդաններից։ Իրական առաջին եւ երրորդ տարբերակը նորմալ էին այստեղ, չարժե զրկել, ընդունել, բայց նաև խրախուսել, որ ավելի կոնստրուկտիվ տարբերակներ կան խնդրի լուծման։ Դեռահասների պարագայում մենք փորձում ենք նրանց տալ այդ միտքը ավելի կոնստրուկտիվ, ավելի հանդուրժող ու խաղաղասեր լինելու, բայց դա դժվար է։ Էլ ինչ կարող ենք հուշել ծնողներին, ինչ հավելյալ գործիքներով օժտել երեխային, երբ նա գտնվում է կոնֆլիկտի մեջ եւ կոնֆլիկտի պատճառը մի գեղեցիկ աղջիկ է։ Իրականում ես կողմ եմ, որ նրա ինքնավստահությունը բարձրացվի, նաև սպորտի տան երեխային, որ նա իրեն ինքնուրույն ինքնաբավ զգա, ուժեղ զգա, ու դա կօգնի նրան այդ կոնֆլիկտի մեջ էլ ավելի հասուն ձևով անցնել դրա միջով։ Այսինքն մարտարվեստներ եթե տալիս եք, տվեք պարտադիր երեխաներին։ Եթե դրական սովորություններ չզարգացնենք, բացական նա զարգանալու։ Այնպես որ լավ կլինի, որ սպորտով զբաղվեն։ Շատ ճիշտ էր։ Այս այն դեպքն է, երբ որ մայրիկը նաև հոգեբան